Ինչպես պայքարել քրտինքի և քրտնարտադրության դեմ բնական միջոցներով, առանց մաշկը վնասելու, առանց սինթետիկ դեզոդորանտների, վայելել սեփական, արդյունավետ, անվտանգ դեզոդորանտ ստեղծելու գաղտնիքը։ Ինչպես հասկացաք, այսօր միասին սեփական դեզոդորանտ ենք ստեղծելու։ Ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, հիմա անցնենք մեր դեզոդորանտի պատրաստմանը։ Մեր դեզոդորանտը այս հիդրոլատով ենք պատրաստելու, որը էքստրակտ է, ինքը մելիսայից է պատրաստված, կարող է լինել նաև նանայից։ Դուք ինքներդ կարող եք, եթե մեր այս էքստրակտներից չունեք, կարող եք ձեր սեփական թուրմը պատրաստել, որի պատրաստման եղանակը այստեղ վերևում հղումով կթողնեմ։ Այս միջոցը բավական հեշտ է պատրաստելը և շատ արդյունավետ։ Եթե դուք գիտեք կամ չգիտեք, կուզենայի այդ մասին ձեզ տեղյակ պահել, որ դեզոդորանտները իրենց մեջ այնքան սինթետիկ նյութեր են պարունակում, երբ մենք դրանք քսում ենք մեր թևերի տակ, իրենք կարող են նաև քաղցկեղածին հատկություն ունենալ, դրա համար լավ կլինի, որ մենք դրա բնական օգտագործենք, եթե դուք այդպիսի բնական խնամքի միջոցների սիրահար եք։ Մեզ շատ բաղադրատոմսեր այս բաղադրատոմսի համար հարկավոր չէ, մի երկու միջոց և արդեն ձեր ապրանքը պատրաստ է։ Ես պատրաստում եմ լցնել այս տարայի մեջ, եթե ձեզ այլ խնամքի միջոցներից մնացել է դատարկ տարա, որը ցողելու հնարավորություն կունենա, այն բավական հարմար կլինի։ Այդպիսի մեկը լվանում եք, չորացնում, սպիրտով ախտահանում և արդեն այն պատրաստ կլինի օգտագործելու։ Ախտահանել լցնում եք սպիրտը մեջը, թափ եք տալիս և թափում եք։ Սպիրտ չունեք, կարող եք օղի լցնել, նույնպիսի արդյունք կունենաք։ Քանի որ տարած 50 մլ է, ես հիմա 50 մլ չափով եմ պատրաստում, այս չափսերը, որը հիմա կտեսնեք, որ լցնում եմ, 50 միլիգրամի չափով է։ Դուք քանի միլիգրամ որ ուզենաք պատրաստել, այդ ամեն ինչը պարզապես կրկնապատկեք, եռապատկեք կամ տասնապատկեք, ինքներդ կիմանաք։ Ինչու եմ վերցրել մելիսայի կամ նանայի հիդրոլատը, էքստրակտը կամ թուրմը, որովհետև իրենք իրենց մեջ միատնյություն ունեն, սառեցնող հատկություն և հենց քրտնելու համար այս տեսակներն են, որ շատ արդյունավետ են։ Կսառեցնեն, կհովացնեն և բնական արդեն իսկ թարմացնող մենթոլի հոտ ունեն։ Քանի որ ինձ մոտ չափսերը վրան նշված են տարայի, դրա համար միանգամից լցնում եմ։ Վերցնում եմ շիբ, որը բոլոր սննդի խանութներում վաճառվում է, շատ հեշտ է ձեռք բերելը, ցանկացած սննդի խանութում վաճառում են։ Ուղղակի հարցնում եք շիբ և վերջ։ Ինքը շատ լավ հակաբակտերիալ հատկություն ունի և քանի որ քրտինքը արդեն ինչպես վերևում նշեցինք, ինքը ամենատարբեր բակտերիաների ու միկրոբների գործունեության արդյունքում է հոտը գալիս, շիբը հենց այդ բնական միջոցն է, որը կսպանի այդ բակտերիաներին և չի թողնի, որ իրենք մեր մաշկի վրա բազմանան։ Ամբողջական բնական դեզոդորանտներ կան, որ հենց միայն շիբից են պատրաստված, դրա համար մենք իրեն մի ամբողջական մեծ այսպիսի լավ մեծ գդալ ենք լցնում, թեյի գդալ նկատի ունեմ, և սպասում եք, որ հալվի, խառնում եք, որ հալվի։ Կարող եք լցնել, թողնել մի կես ժամ, հետո արդեն լրիվ հալված կլինի, իսկ եթե ունեք հարմարություն, պարզապես կարող եք աղալ, կլինի սպիտակ ալյուրի նման, լցնեք, շատ արագ կհալվի։ Մինչ խառնում եմ, որ շիբը հալվի, մտածեցի ձեր հետ այս հետաքրքիր ինֆորմացիայով կիսվել։ Դուք գիտեք քրտինքն ինչ է։ Քրտինքը դա գեղձերի կողմից արտազատվող աղերի և օրգանական նյութերի ջրային լուծույթ է։ Քրտինքի գոլորշիացումը ծառայում է մեր ջրակարգավորմանը։ Մարդն ունի 2 միլիոն քրտնագեղձ և ամենաշատ քրտնագեղձերը մեր ափերի մեջ են։ Մի քառակուսի սանտիմետրի վրա 2500 քրտնագեղձ կա, պատկերացնում եք։ Քրտինքի հոտը կարող է լինել վանող կամ գրավիչ, իրականում մեծ մասամբ հոտը չի էլ զգացվում։ Դա կախված է մարդու սեռից և զուգավորման պատրաստակամությունից։ Այստեղ ուզում եմ ասել, որ մենք մի փոքր այլ կաթնասունների ենք նմանվում, մեր զույգերին մեր կողքը կանչելով մեր քրտինքի հոտով։ Առողջ մարդու քրտինքը գրեթե հոտ չունի։ Հստակ բնորոշ հոտ է հայտնվում միայն այն ժամանակ, երբ բակտերիաները մարդու մարմնի և հագուստի վրա ապրող սկսում են բազմանալ։
եւ քրտինքը օգտագործել իրենց կենսական գործառույթներում։ Դե հասկացաք, այստեղ իրենց արտաթորանքը նկատի ունեն, այնպես որ երբ մեր քրտինքից հոտ է գալիս, դա այդքան էլ մեր քրտինքից չէ, այլ այդ բակտերիաների կենսագործունեության արդյունքն է։ Հենց այդ բակտերիաների արտաթորանքն ստեղծում է այդ բոլորիս հայտնի տհաճ հոտը։ Կարծես արդեն հալեցրի, ինչպես տեսնում եք, ինձ մոտ արդեն շիբը հալվեց, այսպեսի թափանցիկ, գեղեցիկ, ջրից չտարբերվող լուծույթ ենք ստանում, բայց այստեղ արդեն շատ խիտ շիբն է, որը նույնիսկ կարելի է համը փորձել, որտեղ սննդային է, շիբը այնպես չի, որ ուտելիքի մեջ օգտագործում են, բայց որոշ մուրաբաների համար են օգտագործում, օրինակ դդումի, ընկույզի եւ մի շարք այլ ոլորտներում խոհանոցի, այնպես որ սա նաեւ բերանի ողողման համար են օգտագործում, ոտքերի սնկայինի։ Հիմա մենք օգտագործելու ենք թևերի տակ չքրտնելու եւ այդ հոտից խուսափելու համար։ Ընդհանուր առմամբ մենք կարող ենք սա համարել նաեւ պատրաստ, բայց որովհետեւ երբ սա մենք սրանով թևերի տակը մաքրենք, էլ ընդհանրապես մեր թևերի տակից կամ ոտքերից քրտինքի հոտ չի գա, որովհետեւ հենց այստեղ հենց արդեն իսկ այս շիբի արկայությունը բավական է, որ այդ հոտ ստեղծող բակտերիաներին կարողանանք սպանել, բայց քանի որ մեզանից շատերը սիրահար են անուշ հոտերի, դրա համար մենք այն ոչ միայն հոտեր մեջք ավելացնենք, այլ բոլոր այս հատկությունները ավելի կուժեղացնենք եւ ավելի հակաբորբոքային ազդեցությամբ կսարքենք, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք այս բաղադրատոմսով պատրաստեք, շատ արագ ոչ միայն քրտինքի հոտի դեմ կպայքարեք, այլ այդ հոտը կարող է լրիվ իսպառ մաքրվել։ Ավելացնում եմ ռազմարինի եթերայուղ մի 10 կաթիլի չափով։ Բոլոր այս եթերայուղերը, որոնք ես պատրաստում եմ ավելացնել, այս բոլոր եթերայուղերը դուք կարող եք գնել ցանկացած դեղատնից։ Եթե մի դեղատանը չկա, կարող եք անցնել մյուսին։ Պարզապես գնելուց միշտ ուշադիր եք լինում եւ պարտադիր հարցնում եք էֆիրնա մասլա, եթերայուղ, դուք ուղակի յուղը չեք առնում, եթերայուղն ու յուղը իրարից շատ են տարբերվում։ Անպայման ուշադիր եղեք, որ դեղատանը չշփոթեն եւ ձեզ եթերայուղի փոխարեն յուղ չտան, որովհետեւ դուք լրիվ հակառակ էֆեկտը կստանաք եւ կմտածեք, թե մեր բաղադրատոմսն է քիչ օգտակար, բայց վստահեցնում որ այն շատ օգտակար է։ Ինքը հակաբորբոքային է եւ եթե ձեր ոտքերին նաեւ սնկային հիվանդություններ կան, այս միջոցը փչելով դուք այդ սնկայինն էլ եք կարողանալու որոշակի առումով բուժել։ Չեմ կարող հաստատ ասել, որ հիվանդությունների դեմ որը կբուժի, որովհետեւ սնկայինը տասնյակ կամ հարյուրավոր հիվանդությունների պատճառ է, հարյուրավոր սնկերի տեսակներ, սա ընդհանուր հիգիենայի համար է եւ բուժիչ չի համարվում։ Պարզապես բոլոր այն տարածված միջոցներից, որոնք դուք եք սովոր օգտագործել, տասնյակ անգամներով տարբերվում է, որտեղ նախ բնական է եւ արդյունավետությունը շատ բարձր է։ Հաջորդը ես որ պատրաստում եմ ավելացնել, սա թեյի ծառի եթերայուղն է, սա նաեւ հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություն ունի, 10 կաթիլ էլ ես սրանից եմ ավելացնում։ Եթե շատ ուժեղ ոտքերի հոտ ունեք, դուք կարող եք ավելի շատ ավելացնել, սրանցից ոչ մի վնաս չկա, ես ձեզ 100%-ով վստահեցնում եմ, որ անվտանգ է։ Այսքան շատ եթերայուղեր միայն շատ փոքրիկ երեխաների համար չեք կարող օգտագործել, իրենց համար միայն կարող եք շիբ անել, բայց չեմ կարծում, որ փոքր երեխաներից քրտինքի կամ ոտքերի հոտ է գալիս, այնպես որ սա բոլոր մեծերի համար է ավելի նախատեսված։ Եվ եթե ուզում ենք այս երկու սուր հոտը մեղմել, կարող ենք նաև մի 2 կաթիլ վարդի եթերայուղ ավելացնել։ Մի փոքր սա ենք խառնում եւ լցնում արդեն մեր տարայի մեջ, որը պատրաստում ենք օգտագործել։ Մի հատ լավ խառնում եք։ Եթե դուք այս միջոցը պատրաստվում եք ոչ թե թևերի տակի համար օգտագործել, այլ ոտքերի հոտից ազատվելու համար, կարող եք այս նույն չափաքանակի պարագայում 2 թեյի գդալ ավելացնել եւ օրինակ դրանով ոտքերը ցողել, մաքրել։ Ձեր համ կոշիկներից հոտ չի գա, համ ոտքերից։
Իսկ մենք սա հաշվեք, որ պատրաստել ենք ավելի շատ թևերի տակի եւ եթե կարիք լինի, սրանով կարելի է նաեւ դեմքը մաքրել, այն չի թողնի, որ ձեր դեմքին ակնե առաջանա, յուղոտություն եւ գիտեմ, որ շատերը ունեն այդպիսի խնդիր, որ դեմքը քրտնում է, հատկապես այս տաք եղանակներին, ծակոտիներն են ընդգծվում, մի խոսքով տհաճ իրավիճակ է ստեղծվում։ Սա դուք կարող եք վստահորեն նաեւ հենց այդպիսի որպես տոնիկ օգտագործել այդ խնդիրները լուծելու համար, ոնց հասկացաք, բազմաֆունկցիոնալ եւ շատ հրաշալի միջոց է, անպայման փորձեք, վստահեցնում եմ, որ շատ կհավանեք եւ մի խնդրանք եւս, եթե այս միջոցները փորձում եք, լավ կլինի նաեւ տակը կիսվեք, ինչքանով էր այն ձեզ համար օգտակար եւ ինչպես այն օգտագործեցիք։ Օգտագործել այսպես հեշտ է, չգիտեմ ինչքանով է երևում, որ ցողում է թե ոչ, ահա, այսպես։ Ինքը շատ հարմար է օգտագործել, մի խոսքով պատրաստեք ինքներդ, օգտագործեք հաճույքով եւ վայելեք սեփականը ստեղծելու հաճույքը։ Իսկ ձեր հետ է ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։